Կառավարությունը որոշել է համաներում կիրառել անհատ տաքսու վարորդների համար, ովքեր 2015-ից 19 թվականներին ստացել էին լիցենզիա, սակայն չէին վճարել պետական տուրքը կուտակելով պարտքեր։ Թեև 2019 թվականին անհատ տաքսիստների համար այդ տուրքերը հանվել էին, այլ կարգավորումներ էին մտցվել, բայց չվճարողների պարտքը եւ կուտակված տույժերը մնացել էին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հաշվարկով տուրքը չի վճարել լիցենզիա ստացած վարորդների կեսը, ավելի քան 5000-ը։ Կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է 1.3 կլորացված եմ ասում 1.3 միլիարդ դրամ, որից տուրքը շուրջ 900 միլիոնից մի քիչ ավել, իսկ տույժը շուրջ 400 միլիոն դրամի չափով։ Ընդ որում, ուշագրավ է, որ ավելի վաղ կառավարությունը ներել էր այն տաքսիստներին, ովքեր ապրիլի դաշտում էին գործել, առանց լիցենզիայի էին վարել եւ տեսչական մարմինների կողմից տուգանվել էին, մինչդեռ լիցենզիա ունեցող, բայց պետական տուրքը չվճարածների հարցը 2019 թվականից մինչև հիմա 6 տարի շարունակ մոռացվել էր։ Հայաստան խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը ընդհանուր առմամբ կողմ է, որ տարիներ առաջ կուտակված այդ պարտքը մարդկանց վրայից դուրս գա, բայց հարց է բարձրացնում, որքանով է արդար օրինապահների հանդեպ։ Ճիշտ է, դրական է, բայց շատերի համար նաև անարդար է, որովհետև այդ ժամանակահատվածում մարդիկ, ովքեր պատժեշ կատարել են իրենց պարտավորությունները, հիմա դե ասեն լավ, ինչի տարանք մուծեցինք այդ տարեկան գումարը, հիմա դա համաներվում է, այնուամենայնիվ, այսինքն նման հարցերը ունեն երկու երես։ Անհատ տաքսու վարորդ Արմենը նրանցից մեկն է, պարտաճանաչ վճարել է, ոչ մի պարտք չի կուտակել։ Պարտք չունեի մինչև վերջի օրը, որ այդ 12000-ը ասին էլ պետք չի մուծել։ Ինչքան ես եմ հիշում, որ 12000 ամիսը մուծում էինք, չեմ ամ, դա լիցենզիա կարելի ասել, տուրք կարելի ասել, 12000 ամիսը ես տալիս է, ուրիշ ոչ մի բան։ Այո, նույնը եղել է ակտերը, ես լրիվ մուծել եմ, հիմա դե ներում է։ Անհատ վարորդների պաշտպանության կենտրոնի ղեկավար Պողոս Օղլուկյանն ասում է, իրենց ոլորտում փոփոխություններ են կատարում հաճախ առանց ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, մարդիկ էլ նորամուծություններին հաճախ չեն հետևում, արդյունքում կառավարությունը փոխում է կանոնները, ապա ստիպված լինում համաներել խախտողների անհույս պարտքերը, ինչը հասարակությանը սխալ ազդակներ է փոխանցում։ Այդ է, ուրեմն մեր պետությունն ասում է ուղեղը շարժի, ինչքան կարաս դու ինձ խափի։ Եթե կբռնեմ, եմ պատասխան կտաս, եթե չեմ բռնի, մալադես քեզ, հալալա, վայելի, ինչ արել ես։ Հասկանում եք, փոխանակ մարդկանց մեջ մտցնեն պարտաճանաչություն, օրենքին ենթարկվել։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը եւս կարծում է, որ կառավարության այս գործելավոճը նոր օրինաչափություն է ստեղծում։ Մի կողմից լավ բացառություն է, որովհետեւ դե ինչ-որ մարդիկ էլ հաստատ արժանի են այդ բացառությանը, բայց մյուս կողմից էլ դե բնականաբար հաջորդ անգամ, երբ որ այս տեսակի տուժեր լինեն, ելի մարդիկ սպասում են, որ համաներում կլինի։ Ոլորտի հասարակական կազմակերպությունները կառավարության այս որոշումը նաև հաջորդ տարվա ընտրությունների հետ են կապում։ Հիմա որոշել են, որովհետև դիմաց ընտրությունները։ Ուրիշ բան խնդիր չկա։ Ասենք ինչի անցյալ տարի չորոշեցին։ Ուղղակի այստեղ տեսնում եմ, որ ինչ-որ win-win տարբերակ են գտել, որ եկեք համ չընկնենք մեռած փողերի հետևից, համ էլ ձեռի հետ 5000 լոյալ ընտրող ապահովենք։ Անհատ տաքսովարորդների կողմից 2015-ից 19 թվականներին չվճարած տուրքերն ու կուտակած տույժերը համաներելու որոշումը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում հաջորդ քառօրյայում։